Դե իսկ մարտի 8-ին բլոգերում գերիշխում էր տոնական տրամադրությունը, խորհուրդներ այն մասին, թե ինչպես կարելի է խոհանոցում հնարավորինս քիչ ավերածություններ պատճառելով սիրելի կնոջ համար տորտ պատրաստել եւ որտեղից գնել տոնական ծաղիկները։ Մի քանի տարի առաջ ինտերնետին միանալու համար կարելի էր այցելել հաշված գրասենյակներ։ Այսօր արդեն ընտրությունը մեծ է՝ անլար, շարժական ինտերնետից մինչև գերարագ, ինչպես կողմնորոշվել ու հատկապես որը ընտրել։ Մեր թողարկման հերոսը տեղեկատվական տեխնոլոգիաներին տեղյակ Ռաֆին է։ Հենց նրա օգնությամբ էլ կարճ ճանաչողական շրջաց ինտերնետ պրովայդերներով։ Բարև ձեզ, ես Ռաֆին եմ, ես հիմա եկել եմ հասել եմ Beeline, որ իմանամ իրենք ինչ ինտերնետային ծառայություններ ունին եւ ինչը ինձ համար ավելի մատչելի է, հետաքրքիր է եւ հասանելի է։ Գնանք միասին նայենք ինչ տարբերակներ կան։ Սա մեր ֆլեշկան արժի 18000 դրամ եւ ունենք երկու տեսակի կապ, եւ կանխավճարային տարբերակով եւ հետվճարային։ Կանխավճարային տարբերակով լիստավորում եք գումար, որոշակի, որ ըստ որի արդեն դուք կարող եք օգտվել։ Ունենք 3 տարիֆային պլան, խնդրեմ ես ձեզ ներկայացնեմ։ Ուրեմն ունենք բազային, որը թույլ է տալիս մեգաբայթը 15 դրամով օգտվել ինտերնետից ցանկացած օրվա ժամին։ Ունենք գիշերային տարիֆային պլան, որ ունի բաժանորդված 2500 դրամի, գիշերները ժամը 12-ից մինչև առավոտյան 8-ը դուք օգտվում եք անվճար։ Շատ հետաքրքիր է, իսկ ինձ ցույց կտաք այս ինտերնետը ոնց է աշխատում։ Ուրեմն իհարկե ասեմ, այստեղից դրվում է քարտը։ Դնում ենք քարտը այստեղ, ինքը նույն բջջային քարտն է։ Ուրեմն տեղադրում ենք իր տեղում եւ մասնում ենք համակարգչին USB պորտով։ Ուրեմն միացնելուն պես ինքը ավտոմատ իր ծրագիրը բացվում է։ Շատ հետաքրքիր տեղեկություններ մենք ունեցանք, հիմա պիտի գնանք մի շատ հետաքրքիր տեղ, որ բոլորին չեն թողնում գնալ, բայց ինչ պատճառները ինձ թողնեցին։ Բարև ձեզ։ Մենք եկել ենք իմանանք մի քիչ ինտերնետի մասին, ձեր ինտերնետի կապը ոնց է աշխատում, ինչպես է, ես ոնց կարող եմ միացնեմ եւ կարող եք այցելել մեր ցանկացած սպասարկման գրասենյակ։ Այո։ Եվ նաեւ ինչպես որ նոր Այո, եւ նաեւ կարող եք զանգահարել 100 ծառայություն, այնտեղ պատվիրել եւ բոլոր այս մարդիկ կարող են մեզ պատասխանեն։ Ուրեմն մենք ունենք երկու տիպի մոդեմ։ Առաջինը ուրեմն սովորական ADSL տեխնոլոգիայով աշխատող մոդեմ է։ Երկրորդը սպիտակ մոդեմը նախատեսված է Wi-Fi տեխնոլոգիայով աշխատելու համար, այսինքն ստեղծում է շուրջը Wi-Fi ծածկույթ, դուք ձեր լեփթոփով կարողանում եք միանալ այդ ծածկույթի։ Այսինքն 150 քառակուսի մետրի վրա մի հատ էս հերիք է։ Մի հատ տեղադրում եք այս մոդեմից եւ ինքը համապատասխանաբար այդ շարավորով ստեղծում է ծածկույթ եւ դուք կարողանում եք միանալ։ Հիմա մենք հասել ենք Icon Communications, Icon-ը այդ հիմնարկն է, որ շատ վաղուց չի, բայց ինքը միայն ինտերնետ ծառայություններ է մատուցում։ Ռաֆինեն եկել են իմանալու ձեր պատերների մասին։ Ինչ նոր առաջարկներ ունեք դուք։ 27000 դրամից ամսական յուրաքանչյուր քաղաքացին կարող է ունենալ Երևանի բնակիչը կարող է ունենալ անսահմանափակ ինտերնետ։ Եվ Go, անունը Go։ Ես կարող եմ ցույց տալ մեր promotion-ը, ինչպես տեսակ կոչվի Go։ Անսահմանափակ տրաֆիկով է ինքը եւ տարբեր առաքությունները բնականաբար ունեն տարբեր սարքեր։ Ոնց են օգտագործում, ինչպես կլինի։ Սա մեր USB մոդեմն է։ Սա հարմար է ով որ լապտոպ ունի եւ ասենք հաջող տեղից տեղ կգնա եւ ուզում է ինտերնետը օգտագործի ոչ թե մենակ տունը կամ օֆիսում, այլ հանդիպումներում գնում է հաջախորդի մոտ օրինակի համար եւ ինքը շատ հեշտ է USB-ի մեջ այսպես մենք դնում ենք կոմպյուտերից մեջ եւ 30 վայրկյանվա ընթացքում արդեն ինքը մտնում է ինտերնետ 45-ից 50% Երևանի արդեն ծածկույթի տակ է եւ արդեն այս ասենք այս տարվա առաջին կեսին ամբողջ Երևանը ծածկված կլինի եւ նաեւ արդեն կսկսենք շրջաններ։ Այդ մոդեմը որ տունն է ինքը դուն եք նայում, սրա առավելությունը ինչն է, որ ասենք եթե ունի թե ասենք LAN cord որ կոմպյուտերի միած համակարգիչի միացնի եւ նաեւ սովորական հեռախոսը սովորական ինչ որ դան հեռախոսը կարող միացնել ստեղ եւ արդեն ինքը կարողանա զանգի իր հարազատներին։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակին։ Շատ լավ եղեք։
Ուրեմն մենք հիմա հասել ենք ADC-ին մատուցում է միայն ինտերնետ ծառայություն։ Սա այս սարքն է, որի միջով մենք բնականային բաժանորդային ծառայություն ենք մատուցում։ Ծառայությունը մատուցվում է հոսանքի լարերի միջոցով, այսինքն հոսանքալարի ենթակառուցվածքով։ Միացնում ենք բաժանորդը, այո, ցանկացած տեղ միացնում է վարդակին սարքը եւ այս սարքի հետևից ուղղակի մալոխով միացնում է համակարգիչը եւ միանում է ինտերնետ։ Իսկ արագությունը ինչպես է, այսինքն մաքսիմալ ու մենք մեր առաջարկի փաթեթների մեջ կան տարբեր ծառայություններ, տարբեր արագությամբ ծառայություններ, գիշերը ավելի բարձր է արագությունը, քան թե ցերեկվա ժամերին, իսկ դա հատուկ առաջարկ է։ Մենք հիմա հասանք Orange։ Orange-ը տրամադրում է ինտերնետ երկու միջոցներով, USB մոդեմներով, վերջինս, եւ Flybox սարքավորման միջոցով։ Ինչպես դուք նշեցիք, USB մոդեմը հենց անհատական օգտագործման համար նախատեսված սարքավորում է, իսկ արդեն Flybox-ը ավելի կորպորատիվ բիզնես առաջարկների համար։ Մենք չունենք կանխավճարի կամ դեպոզիտի տարբերակ որպես այդպիսին, ամսավճարներ են։ Վճարելով ամսավճարը դուք ստանում եք որոշակի ծավալով գերարագ ինտերնետ, որը սպառելուց հետո արդեն փոխանցվում է արագությունը 120 կիլոբիտ վայրկյանի։ Երբ որ դուք նոր սկսաք շուկա մտնել, ինչ որ ինտերնետի ծառայությունը մատուցում եք, ես ունեցա շատ ընկերներ, որ ինձ ասեցին, որ դժգոհ էին, ինչ որ խնդիրներ կար ինտերնետի կապի հետ։ Խնդիրները կախված էին բաժանորդների մեծ թվի հետ, Orange-ը ուներ որոշակի սպասելիքներ մինչև տարեվերջ, բայց ի ուրախություն իհարկե, բայց որոշ չափով խափանեց դա ինտերնետի, ազդեց մի փոքր ինտերնետի որակի վրա։ Մարտին արագ սերիական արտադրության կմտնի iPad-ը, Apple ընկերության ամենասպասված փոքր համակարգիչը, գերթեթև ու հարմար։ Ոլորտի ինդուստրիալ մյուս լուրերը ներկայացնում է Նելի Հարությունյանը։